Ողջույն սիրելիներս, այսօր պատրաստում ենք շատ համեղ ու խրթխրթան նրբաբլիթներ, ոչ ավանդական տարբերակով, որը պատրաստվում է ընդամենը 10 րոպեում։ Դե ինչ, սկսենք պատրաստելը։ Նախապես պետք է պատրաստենք խճողակը, կարագ մի փոքր բուսայուղ եմ ավելացնում, այնուհետև ավելացնում եմ սոխը եւ տապակելու ենք։ Սոխը կարող եք ավելի մանր կտրտել կամ աղալ։ Ավելացնում եմ 1 կիլոգրամ տավարի աղացած միս, իմ մոտ 15% յուղայնության է միսը, հիմա պատառաքաղի օգնությամբ այսպես առանձնացնում ենք, ջուր չեմ ավելացրել, իր մեջից այս հյութը դուրս տվել, բայց այնքան կեպենք, որ այս հյութը դուրս տված գոլորշիանա եւ չլինի։ Հիմա ավելացնում եմ 2 թեյի գթալ աղ, այնուհետև 1 թեյի գթալ սև պղպեղ եւ նաեւ ավելացնում եմ 1 թեյի գթալ կարմիր պղպեղ։ Իմ մոտ մի փոքր կծու է, դուք եթե ավելի քիչ եք կծու սիրում, կարող եք ավելի քիչ ավելացնել։ 2 պաչ սխտոր եւ նաեւ վերջում ավելացնում եմ մաղադանոս եւ համեմ։ Այս բոլորը միասին խառնում ենք եւ ահա խճողակը պատրաստ է։ Խճողակը պատրաստելուց հետո թողնում ենք մի փոքր հովանա, այստեղ ունեմ թորթիա լոշիկներ, այն որ ասում էի շատ արագ ենք պատրաստելու, հենց սրա մասին էր խոսքը, քանի որ նրբաբլիթների տեղն օգտագործելու եմ այս լոշիկները եւ նաեւ այստեղ ունեմ մացարելա տեսակի պանիր։ Հիմա սիրելիներս վերցնում ենք թորթիայի լոշիկը, ավելացնում միսը, ինչքան որ ցանկանում եք այնքան ավելացրեք, բայց շատ մի ավելացրեք, որպեսզի կարողանանք գեղեցիկ փաթաթել։ Ավելացնում ենք նաև պանիրը եւ զգուշությամբ փաթաթում ենք, որպեսզի կողքերը ճաքեր չլինեն կամ չպատրվեն։ Նախապես մի փոքր տաքացնում ենք թորթիայի լոշիկները եւ հետո նոր սկսում փաթաթելը։ Եթե սառնայանից միանգամից անենք ու սկսենք փաթաթելը, այդքան էլ գեղեցիկ չի փաթաթվի, այնպես որ մի փոքր տաքացրեք թավայի մեջ կամ թոստերի մեջ, այնուհետև սկսում ենք տապակելը։ Ես բուսայուղով եմ տապակել, կարող եք կարագով տապակել կամ ինչպես դուք եք նախընտրում։ Եվ մի քանի րոպեի հետո մեր համեղ խրթխրթան նրբաբլիթները պատրաստ են լինում։ Պանիրը հալվում է մսի հետ եւ շատ համեղ է ստացվում։ Սիրելիներս, պատրաստեք հենց այս տարբերակով եւ հաստատ գոհ կմնաք արդյունքից։ Եթե ցանկանում եք նրբաբլիթ պատրաստելու համեղ ու շատ արագ տարբերակ, ապա կիրառեք հենց այս տարբերակը։ Սիրելիներս, եթե հավանեցիք տեսանյութը, խնդրում եմ մի մոռացեք սեղմել լայք եւ գրել մեկնաբանություններում ձեր կարծիքը։ Իսկ եթե առաջին անգամ եք իմ ալիքում, խնդրում եմ մի մոռացեք բաժանորդագրվել եւ սեղմել զանգակկոճակին, որպեսզի ստանաք ծանուցում նոր տեսանյութերի։ Ցտեսություն, կհանդիպենք շուտով նոր ու համեղ բաղադրատոմսերով։